գործողությունները մի այնպիսի վախ ասեմ, ինչ ասեմ, մտցրել են պետական ծառայողների մեջ, որ իրանց գնալով իբր բոլորը գործից ազատվելու են եւ այլն եւ այլն։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ պետական ապարատում ահռելի շատ քանակով հայրենասեր մարդիկ են աշխատում, որոնք չեն կիսում Նիկոլ Փաշինյանի ազգադար քաղաքականությունը։ Ու ուժեղ Հայաստանում վստահաբար չի լինելու նման բան, որ պրոֆեսիոնալները պետք է իրենց աշխատանքը։ Մեզ յուրաքանչյուր պրոֆեսիոնալի աշխատանք լինելու է շատ կարևոր։ Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարդ, ով չի կիսել, չի կիսում Նիկոլ Փաշինյանի քաղաքական գաղափարախոսությունները, որն է կեղծ խաղաղության օրակարգով վերջ դնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, մնալու են աշխատելու իրենց գործերում։ Սա մենք կարող ենք ասել վստահաբար։ Մեր երկրում պետք են շատ պրոֆեսիոնալ ու գործունյա մարդիկ, որոնք կարողանան իրենց գիտելիքը ներդնել, որ մենք ունենանք այն Հայաստանը, որի մասին երազել ենք, այն Հայաստանը, որի համար արժե ապրել։ Նիկոլ Փաշինյանը նաև տարածում է իր կեղծ խաղաղության օրակարգը։ Ես ինքս բազմաթիվ անգամ եղել եմ սահմանամերձ գյուղերում, հավատացնում եմ ու վստահեցնում, սահմանում ապրող գյուղացին չի հավատում կեղծ խաղաղությանը, նա իր հոգու ներսում խաղաղություն չի զգում, միայն բառը խաղաղություն չէ, կրակոցների բացակայությունը այսօր խաղաղություն չէ, մենք բերելու ենք իրական խաղաղություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իր հոգու ներսում զգալու է խաղաղություն։ Խաղաղությունը դա խոսք չէ, դա նույնն է, որ մեկին ասես, դիտես արդեն այն մյուս մարդու հետ դու ընկերություն պետք անես, չէ, այդ ընկերությունը ծնվում է, այդ սերը ծնվում է, այդ խաղաղությունը ժամանակի ընթացքում է ձեռք բերվում, բայց այսօր չկա, դու չես կարա լինելով դու երկրի ղեկավար, պարտված լինելով պատերազմում, պատճառ լինելով 5000-ից ավել հայորդու մահվան, ուղղակի դու չես կարող բերել խաղաղություն։ Քեզ ոնց թելադրեն, նենց անելու ես։ Դրա համար Նիկոլ Փաշինյան խորհուրդ եմ տալիս։ Կարող ես միջև ընտրությունները նույնպես հրաժարական տալ, դա նույնպես բացում է, բայց այն որ հունիսի 7-ից հետո դու էլ չես լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետ, դա միանշանակ է։ Ազատություն բոլոր քաղաքբանտարկյալներին, ազատություն սրբազան հայրերին, ազատություն Հայաստանին և ազատություն Սամվել Կարապետյանին։ Ազատություն, ազատություն, ազատություն։